էլ չեն կարում դեմն առնենք, սաղից թալանել եկավ հասարակ քաղաքացիներին կպավ։ Փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողները նորից խորհրդարանի մոտ են հավաքվել։ Պահանջում են չեղարկել շրջանառության հարկը կրկնապատկելու որոշումը։ Եթե գրում է մի օրենք ու դիմացինը ասում է, որ սա ճիշտ չի, կարող մենք չենք հասկանում, պարզեցրեք, ընկերներ, պարզեցրեք, որ տեսնենք ինչա կատարվում։ Ուզում են բյուջե լցնեն միայն տուգանքներով, որովհետև առևտուր չկա, բիզնեսը կործանվում է, նորից եմ ասում, կամ միայն ուզում են, որ մեծը մնա, խոշոր բիզնեսը մնա։ Ավտոմեքենաների աքսեսուարների ներկրմամբ զբաղվողների գործնել է կանգնել։ Փակվել են մարդիկ։ Այս տղամարդը, որ ավտոմեքենաների աքսեսուարներ է մատակարարել տարբեր խանութներ, հիմա այդ խանութներից զանգեր է ստանում, խնդրում են ապրանքը հետ վերցնել։ Շրջանառության հարկի բարձրացումից հետո ստիպված են փակել խանութները։ Դա խնդիր է։ Դա էլ է խնդիր, ես չեմ կարող այսօր քեզանից այդ ապրանքը հետ վերցնեմ։ Իմ հետ մարդը, որ այդ ապրանքը ինձանից հետ բերի ինձ հետ տա, նշանակում է պետք է իրանից գնեմ։ Իմի ես որ իրանից գնեմ, պետք է թղթավորված ճանապարհով գնեմ։ Իրանից որ թղթավորված ճանապարհով գնեմ, այդ մարդը արդեն պետք է հարկ վճարի։ Մենք այսքան հարկ ենք տալի։ Անկամ հիմա ես չեմ ուզում այդ հարկը տամ, սիրով չեմ տալի, որովհետև գիտեմ ես տեղ տարծեմ իրանք ընդ լափում են։ Եթե Թունյանը չի կարում իմ շահերը պաշտպանի, եթե մի նախարարը չի կարում, որ ինքը նրա համար է, որ իմ շահերը պաշտպանի, քննարկեն, գիտակ ձևով ներկայացնեն հասարակ քաղաքացուն, եթե չի կարում ինչի է վարձատրվում, թող փակեն լրիվ։ Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը մտադիր չէ կասեցնել շրջանառության հարկը կրկնապատկող օրենքը։ Նա այսօր նպատակահարմար չգտավ քննարկել ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի շրջանառության հարկը ավելացնող օրենքի կիրառումը հետաձգելու մասին հանրագիրը։ Հանրագրի վերնագիրը վերացնել փոքր բիզնեսի համար սահմանված վատթարային հարկային փոփոխությունները բութ շրջանառության հարկի ռեժիմի դեֆորմացիան։ Հիմա որ մենք սա ընդունենք, ստացվում որ մենք խոստովանում ենք, որ մի քանի ամիս առաջ հարկային ռեժիմը դեֆորմացրել ենք առանց մտածելու, առանց բանանելու։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահի խոսքով շրջանառության հարկի ավելացումից բացի տնտեսվարողները սարսափած են նաև հարկային տույժու տուգանքից։ Եթե հարկայինին տնտեսվարողը փաստաթուղթ չներկայացնի, թե ումից եւ ինչ գնով է ստացել այս կամ այն ապրանքը, նորից ստիպված է լինելու թեթևացնել գրպանները։ Անկախ նրանից, եթե տնտեսվարողը 10% վճարի նույնիսկ, այն պահին, երբ որ գան հարկային վարչարություն իրականացնող մարմինը եւ ասեն, այս բաժակի փաստաթուղթը ցույց տուր ինձ, եւ ինքը չկարողանա ցույց տա, ապա դրա դեպքում կիրառվում է 20% տուգանք, առաջի դեպքի համար, երկրորդ դեպքի համար 50% տուգանք։ ՔՊԱ-ականների Նավակյանը բացատրում է, Հայաստանը զարգացող երկիր է, իսկ այդպիսի երկրների կառավարությունները հարկային տերորի չեն ենթարկում փոքր եւ միջին բիզնեսին։ Չենք թողնում ոչ մի հնարավորություն գերփոքր բիզնեսին։ Անարդար է, երբ իշխանության թիրախում հայտնվել է փոքր եւ միջին բիզնեսը, իսկ խոշորներին վարչապետի կինը հրավիրում է իր հետ ընտրելու միլիոնների դիմաց։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչներ։ Այսօր իր կինը հրավիրում է ինչ որ չգիտեմ ում է հրավիրում, 3 միլիոն ու կես վճարեն, որ իր հետ ճաշեն։ Այս ինչ օրենքներ է, այս ինչ խայտարակություն է, ուղղակի մեզ այսպես միջև վերջի կետ, հավասարեց հողի։ Խորհրդարանի դարպասների մոտ հավաքվածները կոչ են անում հարկային փոփոխություններից տուժածներին միավորվել։ Պետք չի տրվել են սադրանքներին կողքից, որ մի քաղաքականացրեք, այո, քաղաքական հարց է եւ պետք է քաղաքականացվի, որ հարցը լուծում ստանա։ Շուրջ 2400 տնտեսվարողների ստորագրություններով հանրագրի քննարկման մերժումից հետո էլ այստեղ հավաքվածները վստահեցնում են, օրինական բոլոր ճանապարհներով փորձելու են կառավարությանը համոզել վերանայել օրենքը։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։